Դուալ կրթությունը ինձ ոչ միայն գիտություն է տվել, այլ նաև ինքնավստահություն, որ ես կարող եմ լինել շատ պրոֆեսիոնալ մասնագետ տարածաշրջանի գյուղատնտեսական այդ զարգացման գործում։ Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտության 3-րդ կուրսում սովորող Սոնա Հայրումյանը մեկն է Հայաստանի ազգային agrarային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի այն ուսանողներից, որը հնարավորություն է ունեցել տեսական կրթությունը համատեղել գործնականի հետ և աշխատել մասնավոր ընկերությունում։ Սկզբում մի փոքր վախենում էի, նոր շրջապատ, նոր պատասխանատվություն, բայց հետո հասկացա, որ ամեն մի փոքր քայլ նոր բան է սովորեցնում։ Ես այնտեղ աշխատել եմ լաբորատորիայում, մասնակցել եմ կաթի նմուշարման և անալիզի գործընթացին։ Շատ հետաքրքիր էր, որ ամեն մի փոքր ցուցանիշ շատ մեծ դեր է կատարում կաթի որակի վրա։ Ես կուզեմ, որ իմ այս աշխատանքը էլի շարունակեմ այդ նույն ոլորտում։ Ուսումնառության ընթացքում կաթի վերամշակման գործարանում է աշխատել նաև նույն համալսարանի ուսանող Հայկ Աբգարյանը։ Սկզբից մտածում էի, թե ինչպես եմ կարողանալու տեսականը եւ գործնականը համատեղել, բայց ընթացքում հասկացա, որ դա հենց այն ամենն է, ինչը ես ցանկանում եմ սովորել, եւ ես այնտեղ տեսա, թե ինչպես է կաթը դառնում պանիր, մածուն, թթվասեր, եւ այդտեղից առաջացավ իմ հետաքրքրությունը եւ ավելի մեծ ոգևորությամբ այժմ սպասում եմ մեր այս տարվա 2-րդ կիսամյակի գործնական աշխատանքներին։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը գյուղատնտեսության ոլորտում դուալ մոդելով ուսուցում իրականացնող 6 թիրախային քոլեջներից մեկն է։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում Մավետա ծրագրի շրջանակում։ Առաջին փուլը մեկնարկել է 2022 թվականի սեպտեմբերից։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսական ոլորտում մասնագետների, ուսանողների զբաղվածությանը եւ ինքնազբաղվածությանը, բարելավել նրանց աշխատանքային պայմանները աշխատաշուկայում։ Ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք 6 ուսումնական հաստատությունների հետ Երևանում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում եւ Արմավիրում։ Կրթական այս մոդելում ներգրավել է շուրջ 671 ուսանող, որոնց մասնագիտական պրակտիկան գործատուների մոտ ընթացել է աշխատանքային պայմաններում։ Գործատուների հետ աշկերտները կնքում են պայմանագրեր եւ դրանց շրջանակներում վճարվում են իրենց անցկացրած ժամանակի համար գործարանը։ Ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության եւ մասնավոր հատվածի 43 ներկայացուցիչ ճանաչողական այցով եղել է Շվեյցարիայում։ Սիսիանի մասնաճյուղի ագրոտեխնոլոգիական եւ բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցը նրանցից մեկն է։ Ես շատ կարեւոր եմ համարում, որ այո, ուսուցումը այսօր պետք է լինի պրակտիկայի հիման վրա, որպեսզի երեխան աշակերտ արդեն դուրս է գալիս մեր բուհից, մեր քոլեջից, ինքը լինի որպես մասնագետ, հետագայում հնարավորություն ունենա, ինչու՞ չէ նաև իր բիզնեսը զարգացնելու։ Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում վերջին տարիներին թափուր տեղեր չկան, մասնագիտությունների գրավչությունը մարզում մեծ է, նկատում է մասնաճյուղի տնօրենը։ Մեզ մոտ միշտ կոնկուրս է լինում, այս տարի շուրջ 21 դիմորդների մենք ուղարկել ենք մյուս պետական քոլեջ եւ ավագ դպրոց։ Այս տարի ընդունել են քոլեջային կրթական ծրագրով 125 ուսանող, ընդհանուր թիվը կազմում է սեպտեմբերի 1-ի վիճակով 344 ուսանող, իսկ բակալավրի հեռակայում միասնական քննությունների հետ միասին 180 անցնում է ուսանողների թիվը։ Մավետա ծրագիրը իրականացվում է Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում։ Ֆինանսավորում են Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը, Հայաստանի կառավարությունը, Ավստրալիական զարգացման գործակալությունը, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը եւ այլ միջազգային եւ տեղական կազմակերպություններ։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։